Խանութներում մսամթերքի բաժին ավելի լավ է չգնաք, եթե միայնակ թոշակառու եք։ Առաջին անհրաժեշտության ապրանքների կայծակնային թանկացումները այլ ելք չեն թողնում, քան ցուցափեղկերը շրջանցելը։ Եթե միս առնես, կարակ առնես, ինչ որ ուզենաս մի փոքր երշիկ առնես, ենթադրենք, 20,000-ից պակաս չի լինի։ Ամեն ինչն է թանկացել, թթվասերից վրնած, կատնաշորից, ամեն ինչ, միսը։ Այսօր միս եմ գնել միջոցառման համար եւ ինչ եմ գնել, երշիկ ու հաց, բավականին շատ 28,000։ Կիլոգրամներով միրգ բանջարեղեն գնելը վաղուց մոռացել են մարդիկ, ամեն ինչից 1-2 հատ են առնում, թեթև են գրպաններդ, թեթև է նաեւ տոպրակդ։ Նույն գնով միևնույն ապրանքը հաջորդ օրը չես գտնի խանութում, ապրանքները ամեն օր թանկանում են 200-ից 300 դրամով։ Անկառավարելի ինֆլյացիա է այս ապրանքների վրա, որտեղ ամեն օր եմ գալի, թարմ եմ առնում եւ ամեն օր ես տեսնում եմ այդ աճը, 200, 250, 300 դրամ ամեն օր։ Օրինակ այս ռուլետները 900 էին, հետո դառան 1000, հետո ավել եւ այլն։ Նույնն էլ կատնամթներքը։ Նույնիսկ ձետ, պանիր, կաթ ու կարակ հնարավոր չէ գնել խղճուկ թոշակներով, ասում են տարեցները։ Եթե կողքից երեխաները չօգնեն, ինչ որ մի օգնություն չլինի, հնարավոր չի։ Կոմունալները մոռանում եք, որ այդքան կոմունալ ենք, մանավանդ ձմեռը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացում չի խոստանում։ Փոխարենը որոշել են հունվարից բարձրացնել հետվճարների տոկոսները։ Բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնված ապրանքի արժեքի մինչև 20%-ի հետվճարը։ Վերլուծելու իրավիճակը մենք 2026 թվականի համար կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման շրջանակում հետվճարի մեր գործող ծրագիրը 12-ից դարձնելու ենք 20%, ինչը եթե թվերով արտահայտենք, ենթադրում է, որ այսօրվա միջինում մեկ ուրեմն շահառուն ստանում է հետվճար 4100 դրամ, այդ թիվը կմոտենա 7000-ի։ Թող չմանիպուլացնեն մարդկանց, ասում են տնտեսագետները, հետվճարը մերօրյա թանկացմանը համարժեք չէ։ Նախ հետվճարային համակարգը իրականում թոշակի բարձրացմանը չի փոխարինում, երբ որ ասում են բարձրացնում ենք հետվճարի տոկոսը, իրականում չեն ասում ամենակարևորը, որ ընդամենը ամսական այդ հետվճարի չափը ավելանալու է 4000 դրամով։ Գազի, լույսի, ջրի կոմունալ վճարումներից մեր թոշակառուները հետվճար չեն ստանա, նկատում է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ Չեն ասում, որ հիմնական մի ծախսային ուղղության վրա այս հետվճարը չի տարածվում։ Եթե մեր սիրելի տատիկներն ու պապիկները վճարում են կոմունալ ծախսերի համար, հետվճար դրանից չեն ստանում։ Իշխանությունը փորձում է հետվճարով մարդկանց բերանը փակել, քանի որ 7 տարվա ընթացքում չկարողացավ կատարել նախընտրական խոստումը, ասում է Ավետիսյանը։ Մինչև 26 թվականը միջին կենսաթոշակը պիտի հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Այսօր 55,000 դրամ է միջին կենսաթոշակը, իսկ ամսական նվազագույն սպառողական զամբյուղն արժե 75-ից 85,000 դրամ։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։